Սա մարդկային վշտի ամենադաժան երանգն է: Բառերը փշուր են դառնում, երբ մայրը գոռում է ցավի մեջ իր բալիկի անունով: Իմ հրեշտակ, իմ արիստոկրատ, իմ դաստիարակված բալա: Էս ինչ սխալ ինֆորմացիա եք տարածում: Վայ իմ կոկոն ծաղիկ, չհասցրեցիր բացվես: Վայ իմ ծաղկած բալենի, էս ինչ արեցիր: Իմ աղջիկ: Դու աշխարհի մեծ սիրտը ունեիր, բայց ինձ անտեր թողեցիր: Երանի քո քաղցրությունը վայելած չլինեի, իմ գարուն բալա: Մայիսը սիրում էի, էլ չեմ սիրում: Ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր: Ատում եմ մայիսը: Վայ իմ տունը քանդեցիր հիմնահատակ: Վայ իմ պարծանկ բալա: Էլ ում պիտի նայեմ, ում ներկայությունը վայելեմ, ով ա ինձ մամ ասելու: Վաղ մեռնեմ քեզ պատկերիդ, դու իմ սիրտը տարար քո հետ: Իմ երջանկությունն էիր ուզում, բայց դու էիր էդ երջանկությունը: Ինչեր ասեմ սիրտս հովանա, ինչ ասեմ քիչ ա, իմ անթերի բալա: Այս տողերը գրել է Ալեքսանդրայի մայրը, ով ցավոք մահացել է կվադրոցիկլի վթարից: Մայիսի 24, որ այլևս երբեք նույնը չի լինի: Ծաղկաձորի արևոտ օրը վերածվեց մռայլ սև առավոտի: Մի խումբ դպրոցականներ, որոնք պարզապես ուրախ էքսկուրսիա էին մեկնել իրենց դասղեկի և ծնողների ուղեկցությամբ, այլևս տուն չվերադարձան: Նրանք չէին էլ պատկերացնում, որ այդ օրը կյանքը կփակի իրենց գիրքը կես էջի վրա, չավարտված երազանքի մեջ: Երևանի թիվ 29 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհիներ Ալեքսանդրան և նրա դասընկերուհին Ալյոնան, նրանց անունները հավերժ կմնա մեր հիշողության մեջ, անմեղ հոգիներով մեկնել էին հանգստանալու, ծիծաղելու, ընկերների հետ լուսանկարներ անելու: Բայց այդ օրը չդարձավ իրենց կյանքի ամենալուսավոր հիշողությունը, այլ վերջինը: 4 աշակերտ որոշել էին նստել կվադրոցիկլ: Ասում են վարորդը ինստրուկտոր էր, ասում են ինքը պետք է ապահովեր երեխաների անվտանգությունը: Բայց նա գերազանցել է արագությունը, նա չի վերահսկել մեքենան: Ականատեսներն ասում են նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Իհարկե անմեղության կանխավարկածը ևս կա: Եվ վայրկյանների ընթացքում կվադրոցիկլը կողաշրջվել է, երկու անմեղ կյանք խլելով: Վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից, բայց արդյոք հնարավոր է փախչել պատասխանատվությունից, փախչել մայրերի ճիչերից, փախչել դատարկված սենյակներից ու պոկված մանկությունից: Այո, սա պատահականություն չէր: Սա համակարգային անտարբերության հետևանք էր: Ո՞վ էր թույլ տվել այդ մարդուն վարելու: Ո՞վ է վերահսկում, թե ովքեր են աշխատում նման վայրերում: Քանի ծնող պետք է հողին հանձնեն իրենց զավակներին, որ մենք վերջապես հասկանանք, անվտանգության կանոնները թղթի վրա չպիտի մնան: Այս երեխաները մեր ապագան էին, նրանք նոր էին սկսում ապրել ու հիմա երկու գերեզման ավելի շատ կա այս երկրում ու հազարավոր հարցեր անպատասխան: Ալեքսանդրան իր մոր համար ոչ միայն դուստր էր, այլ ընկեր, հենարան, հպարտություն: Նրա մայրն այսօր չի լալիս, նա սգում է աշխարհի բոլոր մայրերի փոխարեն: Նրա սիրտը դատարկ է, բայց գոռում է մեկ բառով՝ արդարություն: Ոչ մի խոսք չի վերադարձնի երեխաներին: Բայց արդարությունը կարող է վերականգնել վստահությունը, որ սա վերջին դեպքն էր, որ պարագայում երեխաների կյանքը կպաշտպանվի օրենքով, վերահսկողությամբ ու խստությամբ: Երկու լուսավոր հոգի գնացին առանց հրաժեշտի: Երկու մայր գրկեցին սառնությունն առանց վերադարձի հույսի: Եվ ժողովուրդը պիտի պահանջի պատասխան: Որովհետև լռելը նշանակում է մասնակցել: Իսկ մենք պարտք ունենք այս երեխաներին պաշտպանել մյուսներին:
na na